Այս կտորը sense պետքա դուրս գա եւ ձևանի, որ ինքը որևիցե կապ չունի այս քննարկվող թեմայի հետ եւ չլսի, ձևանի, որ չի լսում։ Ժողովուրդ, մարդիկ ախր հիշում են այդ ամեն ինչը, մարդիկ երեք չեն եկել է Հայաստանի Հանրապետություն, ժողովուրդ, դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք, ձեզ են փողերը, որ կայքերը առնում եք, շենքերը առնում եք, մեքենաները առնում եք, միտինգները կազմակերպում եք, բայց որտից։ Հիմա ես ուզում եմ Տիկին Խամոյան եւ պարոն Քոչարյան, որ ասում են 4 միլիարդ դոլար, թվի մեջ, հա, խնդիրը 4 չի 3 8 հա, չգիտեմ 5-ա, 1-ա, քիչ հա, ավել, ինչքան է, Լևոն ջան, կասես։ Չէ, ինչքան է, ինչքան փող ունեք, կասեք։ Պարոն Քոչարյան, կասեք, ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Մոտավորապես Արցախից էիք բերել այդ գումարները, Արցախից էիք բերել այդ գումարները, դույով հետս մի խոսացեք, նորից եմ ասում, հյուսիսային պողոտայի տները, տարածքները, Արցախից էիք բերել, մնացած ամեն ինչ Արցախից էիք բերել, որտեղից էիք բերել, իսկ իրականությունը գիտեք ինչում նա կայանում, իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետություն խոպան էիք եկել, խոպան էիք եկել Հայաստանի Հանրապետություն, եկել էիք խոպան եւ ըստեղ մարդկանց էլ վերաբերվում էիք որպես եչքի հետ եք արդու Պարոն Քոչարյան ես խնդրում եմ մի ընդհատեք իմ խոսքը ես խնդրում եմ մի ընդհատեք Պարոն Մանուկյան հանգիստ ինչ էս եկել էիք Հայաստանի Հանրապետության անվտանգությունից էիք խոսում երբ որ բանակը թալանում էիք ում ինչ ասես որտեղ ասես նշանակում էիք մարդկանցից բիզնեսները խլում փայ էիք մտնում հիմա եկել եք կոռուպցիայից եք խոսում լավ Ամեն ինչ, ես կոնկրետ անուններով չեմ ասում, Լևոն Քոչարյանը այս ինչ օրը գնաց, ես կարող եմ նորություն եմ ասում, կամ առաջին մարտն եմ ես դա որ ասում եմ, մնաց ես զարմանում եք, իմ այդ բանավեճի մեջ մի մտեք, առաջինը չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդը բովանդակային առումով չի ստացվել, ունես որ ես խորհուրդ եմ տալիս, եղբայրաբար խորհուրդ եմ տալիս լռել, նաև օրենսդրությունն է դա խորհուրդ տարի, նաև օրենսդրությունն է խորհուրդ տալի լռել Նենց որ ասում եմ, երբ որ խոսում եք, այ պարոն Մինասյանի եւ պարոն Մանուկյանի ձենն էի սպասում լսեի, երբ որ խոսում եք սպանությունների մասին, ասում եք հղի կնոջ ավտոյի տակ գցեցին։ Էսով է գիտեք։ Էսով է ճանաչում եք։ Ճանաչում եք այս մարդուն։ Ճանաչում եք այս մարդուն։ Ճանաչում եք այս մարդուն։ Պարոն Մանուկյան։ Այս մարդու անունը գիտեք, պարոն Քոչարյան։ Գիտեք անունը։ Գիտեք թե ոչ։ Հարգելի հայրենակիցներ, սա Պողոս Պողոսյանն է։ Սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան падգամավոր Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար զուգարանում ծեծվել եւ սպանվել է, եւ իդեպ դաշնակցական է։ Ես ուզում եմ հասկանամ հիմա դաշնակցականները ինչ որ պրետենզիա ունեցել են այս մարդու հետ կապված։ Հարգելի գործընկերներ, մեր գործընկերներից մեկը Տիկին Քլոյանի եղբորը մարտի 1-ին գնդակահարել են Երևան քաղաքի կենտրոնում։ Երևան քաղաքի կենտրոնը սարքելիք ճակատամարտի դաշտ։ Պարոն Մանուկյան, կարող եք լռել։ Մարտի 1 չի եղել։ Ես ուզում եմ պարոն Աղվան Վարդանյան։ Պարոն Մանուկյան, հանգստացեք մի։ Պարոն Վարդանյան Աղվանն էր կոալիցիա ստորագրում, եթե չեմ սխալվում, դրանից հետո մարտի 1-ից հետո։ Պարոն Քոչարյան Անդրանիկին հարցրեք։ Քանի մարտ եւ ոնց է սպասվում։ Նենց որ մальчишки и девчонки, երբ որ խոսք է գնում, մի րոպե լռություն, երբ որ խոսք է գնում մարդ սպանելուց, կոռուպցիայից, այսենց, ու ես անձամբ կարծում եմ ճիշտը դուրս գալն է դահլիճից, բոյկոտելն է, երբ որ խոսք է գնում կոռուպցիայից եւ մարդ սպանելուց բոյկոտեք, ամենաճիշտ տրամաբանությունն է, նենց որ ես ձեզ խորհուրդ եմ տալի այդ բանավեճերի մեջ չմտնել, այս ինչ որ ես ասացի, ընդամենը 0.5%-ն է, այնքան ասելու բան կա, դրա համար էլ ժողովուրդը, այն անգամ էլ ասեցի, ժողովուրդը նույնիսկ այն պարագայում, որ ինչ որ հարցում մեզնից երկմտում է, մեզնից դժգոհում է, երբ որ համեմատական է անցկացնում,
համեմատական անցկացնում, ասում եմ, վայ, Աստված մի արածցե, այս մարդիկ որևիցե ձևով իշխանության կան, որովհետև այն 10 տարվա ընթացքում, երբ որ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնց հետ կա թողել, մոռացեք, մանավորվեք, բախի հրաժարական չեք տալիս։ Օրակարգը չկա, ասելիքը դուք ձեր ասելիքը չեք արել։ Այն մեզ սպանելուց բռնած, ինչ ասես խոս տվեցիք մարդկանց, դավաճան ասեցիք, ինչ ասես ասեցիք, ինչ արեցիք դուք ձեր ասածից, որպես ընդդիմություն։ Ընդդիմությունը իշխանության մի մասն է, ինչ եք արել։ Տիկին Գալստյան, պարոն Նազարյան, պարոն Օհանյան, հա, պարոն Դանիելյան, ինչ եք արել։ Ձեր խոստվածից։ Դուք մենք ինչը չենք արել, դուք մեզ մեղադրեցիք։ Հիմա ես ձեզ եմ այդ հարցը ուղղում։ Լավ, ինչևիցե։ Տիկին Կյուրեղան, ես շատ եմ սիրում, որ Տիկին Կյուրեղանը ելույթ է ունենում, որտեղ իր ելույթները միշտ համեմված են մի անիմաստ բանով։ Հիմնականում ասում եմ վերջում եւ գնում եմ, որ հանկարծակի իրեն չպատասխանեն, բայց ես այնուամենայնիվ զարմացած եմ, որ Տիկին Կյուրեղանը հարց է տալիս առողջապահության նախարարին, ասում է, «Բա եթե բժիշկը պրինտեր չունի կամ համակարգչով չի կարող օգտվել, ուրեմն այդ բժիշկը պետք է բժշկությամբ չզբաղվի, եթե 2024 թվականին ինքը չի կարողանում համակարգչից օգտվել»։ Դա լուրջ խնդրեմ է, ուրեմն ինքը բժիշկ չի, եթե 2024 թվականին տես բան կա։ Կամ ասում է, մեր Բաքում ինչ էին անում այդ ասածներին, պարոն Միրզոյանին արձագանքելով, կարամ հիշացնեմ ինչ էին անում, գլուխը խփում էին զուգահեռնակոնքին, որ մեռնի։ Հիմնականում դաշնակցականի հետ է տես դեպքերը։ Բա դրա մասին։ Գեգամ Մանուկյանը ասում է, զինվորականները տարբեր շորերով են, դրանից մի քանի նախադասություն առաջ ասում է 5000 հոգուց 2000 քանիսն են հանձնել եւ այլն։ Բա դրա համար չեն կարողանում հանձնել։ Բայց բարեփոխումները հենց դրա մասին է։ Բայց ով ասեց, որ այդ բարեփոխումները, այդ քննությունը նրա համար է, որ 5000-ից 5000-ը հանձնեն։ Այդ դրա դենց հլեր չեն կանի այդ ամեն ինչը։ Աննա Գրիգորյանը ասում է հապկին է պաշտպանում։ Բայց այդ հապկի այդ պաշտպանելու ժամանակ, բայց այդ որ մեղադրում եք, ասում եք մտել է այսինչ տեղը, բա հապկին խի չեք ասում, որ դա հապկի տարածքն է։ Ասում եք, դուք պրոռուսական ընդդիմություն եք, ես կարամ ուրիշ բան ձեզնից մեջ բերեմ, երբ որ մեջ եք բերում իմ կամ պարոն Հովհաննիսյանի կողմից բռնությանը մոտ ինչ-որ բաներ, բա գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ կամ որևիցե մեկին մի կամ երկու ասած անզգուշ խոսքի համար մեղադրում եք, բարոյականությունից եք խոսում, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, նենց որ ով խոսա, դուք ձև արեք, որ չեք լսում։ Արծվիկ Մինասյանը ասում է, տարածքն էլ հանձնել, բան, ով է խոսում դա, մեռա, որտե գնում եմ, որտե կամերա եմ տնում, գնում մոտիկամ, ասում Ժորժ ջան, տենց բան չկա, ասում չի կարելի, օրենքը արգելում է, բացատրում եմ, ասում եմ, էլի գալիս են իրանց նարատիվը, փորձում են տարածքներ հանձնելու, ոչ մեկ չի կարող Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնի, ոչ մեկ դա չի քննարկվում։ Այդ հապկին, որ պաշտպանում եք կամ Ռուսաստանի հետ հարաբերություններից եք խոսում, տեսել եք ինչ է ասում։